Սաձողի կողքով։ Մոտավորապես այսպիսի հնարավորություն ունեցան ու տեսեք հիմա ինչ է տեղի ունենում։ Այո, մնում էր միայն այսպես գնդակ նվիրեինք մրցակցին 14-րդ րոպեն է ընդամենը լարվածություն կերացրել դեռ գնդակը, հիմա էլ չեն կերացրել, փոխանցում եւ միայն այստեղ հաջողվեց հերվից արված եւ երկրորդ գնդակն է Արարատ Արմենիայի դարպասում, եւ հավասար է այս դիմակայության հաշիվը։ Արմեն Ամբարձումյանը, որը մտել է փոխարինման չհասա։ Գնդակի 4 Գոլ Արարատ Արմենյան անում է այն ինչ առաջին կեսում անում էր մեր մրցակիցը, Ժիրայր Շաղոյանն օգտագործում է մրցակցի սխալը կազմերի մասին հետո։ Այո, շատ կարևոր պահին էր այս գոլը եւ վերջապես ստացվեց նաև մրցակցի սխալը բռնելու կարողանում ենք մեկ գնդակ խփել դիմակայությունում նորից առավելություն ունենք Շաղանը չօգտագործեց իր պահ առաջին կեսում բայց հիմա ինչ որ տեղ ինչ որ կերպ շտկում է այդ սխալը իր թույլ տված սխալը եւ հիմա տեսեք սա մինչեւ վերջ պրեսինգի ենթարկելու արդյունք է մեզ համար խլեց դարպասապայից ու գրավեց դարպաս Ինչ գեղեցիկ ոճով անցավ դիմակայությունում Հայաստանի չեմպիոնն ունի առավելություն Լիմա հարված ու գոլ Ինչպիսի հարված էր եւ գնդակը Հպելով դարպասաձողին հայտնվեց անցում 2-2 այս աշքեղ է Այո թված ինչ որ պահի որ Սանդրո Լիման հիմա հարվածելու է ու այո իրավացի էինք որ այս ֆուտբոլիստը ունի մեծ փորձ ճիշտ է 35 տարեկան է բայց իր պահը օգտագործել գիտի մեր երկրպագուները իրենց ուրախությունը հայերն էլ ցույց են տալիս ինչպես կարող են սնվել այո բայց միևնույն ժամանակ ցնցալ ու ուրախանալ այսպիսի գոլերի ժամանակ ֆանտաստիկ այո զուգահեռ ասացինք եւ տեսեք գնահատեց ամեն ինչ վարկյանի ընթացքում դարպասապայի դիրքը գնդակի բարձրությունը հարվածի ուժը այստեղ ամեն ինչ բարձրագույն մակարդակով հենց սա է բարձրակարգ արձակվողին Կասուլիչը Ռամիրես եւ դիմակայությունում Արարատ Արմենյան այս պահին 1 գոլի առավելություն ունի Այսպիսի ժեստի համար կարելի է եւ առնվազն դեղին ստանալ, եթե ոչ որակազրկում հետագայում, բայց դա Ռեժինալդոյի խնդիրն է, հիմա Արարատ Արմենյան